Կարդացի երեք ինչ-որ Ռոբերտ Քոչյանը մեղադրել է Սամվելին, որ չէ, ես այդ նույն մեղադրանքը չեմ անի, որ ինչ-որ ասել այնքան տափակ դուրս տվեց, կարդացի, չգիտեմ ճիշտ է, ճիշտ չի։ Ես չեմ ասի այդ տափակ դուրս տալուն, բայց այն որ մարդը դուրս է եկել, այսօր ասում է միավորվենք, ընտրություններից առաջ ասեիր։ Երբ որ մենք ասում էինք այդքան փող մի բաժանեք, մեր ընտրողին տանելու եք, ավելի լավ է 5-6 ուժով մտնենք ազգային ժողով, դուք մեր ընտրողին տանելու եք, բայց եթե յետընտրական ասենք ինչ-որ հարցեր լինի, այդ ընտրողը փողով, որ ձեր մոտ գնացել է, փողոց դուրս չի գալու ձեր համար։ Դուք գալու եք մեր մոտ, մենք էլ կոչ չենք անելու, որ այդ ընտրողը փողոց դուրս գա, քանի որ այս նույն սցենարը, որ ես արդեն տեսել եմ Սրբազանի ժամանակ, իրանք մանդատները վերցնելու են, մանդատներով պաշտպանված են լինելու, ես տեսել եմ, հա, Գառնիկ են, մյուս, երբ որ Սրբազանի շարժմանը, ժողովրդական շարժմանը միացել ենք, ես տեսել եմ, կողքից լսել եմ, ասենք երիտասարդներին ասում էին գնա խփի, իրանք մանդատով պաշտպանված եւ այդ մարդկանց փուրն էին տալի, այսինքն այդ նույն բրազիլիական սերիալը էլի ժողովրդի գլխին, որ հիմա պատրաստում են, հա, հենց առաջի օրից սերիալ էին սարքում, ասենք տեխնացուի վարչապետի տեխնացուի անունը չէին ասում, ինչ որ մի հատ ծրագիր ունեն, որ ստից ժողովրդին միշտ լարվածության մեջ պահեն, հիմա էլ սարքել են սերիալ, որ մանդատները վերցնենք թե չէ, իհարկե վերցնելու են, իհարկե գնալու են իրանք պաշտպանված որոշ չափով։ Իսկ ինչու են այդպես հայտարարում, որ չեն վերցնի։ Ես սերիալ են սարքել, էլի։ Իհարկե վերցնելու են այդ 161 հոգի, որ իրանք մտցրել են ցուցակի մեջ, իրանց թվում է այդ 161 իրանց ենթարկվելու է, չի ենթարկվելու։ Ես ձեզ անկեղծ ասեմ, մենք 83 հոգի ունեինք, եթե 4% ասենք անցնեինք ու մենք մանդատները չվերցնեինք, մենք չենք կարողանալու մեր ցուցակի անդամներին բոլորին ասենք, թե ինքնաբացարկ տվեք, հա, որտեղ այնտեղ մարդիկ կային, որ իրանք իրենց աջենդա, որ օրակարգ ունեին, ասենք, մտնելու, աշխատավարձ ստանալու, պարգևավճար ստանալու, լինելու էր, բոլոր երազանքներ։ Հա, բոլոր կուսակցություն, ինչ որ մեկը փառքի համար, ինչ որ մեկը թոշակի համար, մենք չենք կարողանալու այդ 80, էլ չասած Ռոբերտ Քոչյանը երկու օրից ավել մարդ է տվել, ինքը չի կարողանալու այդ բոլորին ասի ինքնաբացարկ տվեք, հա, այտենց այդ մենք հյուսային Կորեան չենք, հա, որ այտենց առաջնորդ ասի ու մենք էլ ասում եմ մեր մոտ լինելու են մարդիկ անունները չտան, որ մեզ չեն լսելու եւ հրաժարվելու են, ինչքան էլ կային կուսակցություններ, որ ղազագրեր ունեին, գրած 2-3 կուսակցություն չեր աշխատելու, քանի որ սահմանադրությունը ասում է, որ պատգամավորը մանդատով կապված չի, ոչ մի բացի իր խղճից, ոչ մի բանի դիմաց, ասենք պարտավորություն չունի, հա, այդ ղազագրերը հակաօրինական ինչ-որ թղթեր են։ Պարոն